Տեսեք, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բայց երկրորդը շատ բացարձակ հաղթանակ։ Այլ տարբերակներ հիմա չենք քննարկում։ Ձեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Առաջին ընդդիմադիր ուժն ենք, տարբեր վարկանիշներով։ Իրավական խոչընդոտ կա, դուք առաջարկում եք սահմանադրական փոփոխություն անել, որպեսզի մենք թույլ չտանք, որ Ալիևի համար սահմանադրություն կարվի։ Բայց արդյոք սա մեկ մարդու համար սահմանադրությունը փոխել չի։ Վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սամվել Կարապետյանը հրաժարվել է Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Մեկ նախադասության արդյունքում ոչ միայն սահմանափակվեց պարոն Կարապետյանի ազատությունը, Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ սահմանադրագետ Գոհար Մելոյանն է։ Տիկին Մելոյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչպես արդեն հայտնի է, ձեր վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս հարցը ձեզ էլի են տվել, բայց իրավական խոչընդոտ կա, դուք առաջարկում եք սահմանադրական փոփոխություն անել, բայց արդյոք սա մեկ մարդու համար սահմանադրությունը փոխել չի եւ նրա, ինչպես ասում են, հակով սահմանադրություն կարելու process չի։ Բնավ ոչ, այսպես սկսեմ, մենք մի տեխնիկական առաջարկ ենք տալիս ու այդ փոփոխությունը իրապես տեխնիկական բնույթի է, հիմա կբացեմ ինչու, մենք ժողովրդին ենք առաջարկում, հիմա այս որոշման կայացումը ժողովրդի ձեռքերում է գտնվում, ժողովրդի ընտրության արդյունք է լինում։ Մենք առաջարկում ենք մեր հայ ժողովրդին, ընտրական իրավունք ունեցող քաղաքացիներին, մեզ լիազորելու փոփոխել այս տեխնիկական հոդվածը, որպեսզի մենք թույլ չտանք, որ Ալիևի համար սահմանադրություն կարվի, որովհետև արդեն հարատև ժամանակ է սահմանադրություն է ձևում ու ձևում է հակառակորդ պետության ղեկավարի պահանջատիրությամբ։ Ինչ վերաբերում է բովանդակությանը, ինչ ունենք, այսօր ունենք սահմանադրության 148-րդ հոդված, ինքը կառավարության անդամներին ներկայացող պահանջներն է սահմանում ու հողում է կատարում падգամավորի համար սահմանված պահանջներին։ Տեսեք, падգամավորի համար սահմանված պահանջները փոփոխել են միայն հանրաքվեով։ Կառավարության անդամի համար պահանջները փոփոխել են ազգային ժողովի կողմից, այսինքն տեխնիկական բնույթ են կրում այն տեսանկյունից, որ խորհրդարանական երկրում առավել կարևորված է եղել առաջնային մանդատ կրողներն, իսկ ժողովուրդը ընտրում է խորհրդարանին, խորհրդարանը ձևավորում է կառավարությունը արդեն երկրորդ թիվ։ Բացի այդ, նշեմ, որ անգամ 2013-ից 15 թվականում, երբ սահմանադրական բարեփոխումներ տեղի ունեցան, ու այս նորմերը մեզ 15 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում են պատվիրակել, եվրոպական կառույցները, ՄԱԿ-ի տեսքով, ԵԱԿ-ՄԻԳ-ի տեսքով, ըստ էության հակաժողովրդավարական են անվանել կառավարության անդամի համար այս չափորոշիչները։ Բայց դուք այդ խորհրդի մասնակցել եք, չէ՞, աշխատանքներին 2015-ին։ Ես ոչ միայն մասնակցել եմ, ես քարտուղարություն եմ հանդիսացել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի եւ այս նորմի որոշումը ինքը ըստ էության մասնագիտական հանձնաժողովի որոշման արդյունք է։ Սա ըստ էության միջազգային պրակտիկայի հաշվի առնելով չի ընդունվել, ու ճկուն է, փոփոխելի է։ Դուք դեմ եք եղել, որ դա ընդունվի։ Ես այդ նման ձայնի իրավունք չեմ ունեցել, ես տեխնիկական ապահովումն եմ իրականացրել, բայց հանձնաժողովի աշխատանքներին եմ ականատես եղել եւ բավականին քննարկում է եղել, որովհետեւ օրինակ 25 տարեկանը ճիշտ է падգամավորի համար միջազգային պրակտիկան հաշվի առնելով նորմալ տարիք է, բայց 25 տարեկան օրինակ վարչապետի համար նույնականացնելու տեսանկյունից իմ կարծիքով անձնական կարծիքս է բավականին ցածր է, որովհետև գործադիր իշխանության ղեկավարը պետք է բավականին փորձառու, հետագիծ ունեցող, ինստիտուցիոնալ հիշողություն կրող, փորձառություն ունեցող գործիչ լինի։ Շատ լավ, այս հոդվածը սահմանադրության մեջ ավելացնելուց սահմանադրության հեղինակները ինչ որ իմաստ են դրել, չէ՞, դրա տակ։ Օրինակ մտածել են, որ գուցե մարդը, ով ունի այլ երկրների քաղաքացիություն կամ վերջին 4 տարում չի բնակվել Հայաստանում, կարող է աֆիլիացված լինել այլ երկրների ղեկավարության հետ, չգիտեմ, ազդեցության տակ լինել նրանց։ Հիմա չեք կարծում, որ այդ վտանգները հաշվի առնվելով է այս հոդվածը ավելացվել այստեղ։ Հիմա հանելով այդ վտանգները չենք մեծացնում։ Մենք հիմա այնպիսի իրականությունում ենք ապրում, որ անգամ այդ պահանջները բավարարող մարդիկ կան, ովքեր ակնհայտ հակասում են այդ ձեր ասած իրավիճակին, թե քաղաքական առումով այլախոհության կողմնակից են եւ անգամ բավականին կասկածելի է իրենց գործունեությունը հայկական շահի տեսանկյունից։ Մենք այստեղ երկուստեղ երաշխիք ունենք, նախ ընդգծեմ, որ ինչպես պարոն Կարապետյանն, Արեգ Կարապետյանն նշեց, Սամվել Կարապետյան վարչապետը լինելու է միայն ՀՀ քաղաքացի,
Այդ պահին, երբ որ վարչապետ դառնալու պահը գա։ Ուզում եմ ասել, մենք դեռ նախագիծն ենք ներկայացնելու, նախ տեսեք, այստեղ կարևոր սկզբունքային խոսք է ասվել պարոն Կարապետյանին, Արեգ Կարապետյանի կողմից, որ վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Երկրորդիվ, եթե քաղաքացիության հետ կապված վերահսկողության խնդիր ունենք, իրականում ու խնդիր կարող է առաջանալ մարդու օտար օրինակ գործակալական ազդեցության ներքո գտնվելու հետ կապված, դա բնավ սահմանադրաիրավական ցենզը չի, որ երաշխավորելու է այդ իր խնդրի արկայությունը։ Սա հավելյալ բարձիկ է։ Այդ տեսանկյունից նախ առաջին հերթին երկրում հայկական շահապաշտպանող պրոֆեսիոնալ ազգային անվտանգության ծառայություն պետք է գործի։ Երկրորդիվ, այդ բարձիկը գործադիր իշխանության տեսանկյունից որոշակիորեն նաև խոչընդոտ է միաժամանակ դառնում, դա իհարկե մասնագիտական համայնքենտրություն է, որովհետև մենք այն բացառիկ ազգերից ենք, որ շուրջ 3 միլիոն ենք մեր երկրում, Հայաստանի Հանրապետությունում եւ շուրջ 10 միլիոն ենք աշխարհասփյուր եւ հնարավորություն տալ Սփյուռքին ներգրավել գործադիր իշխանության աշխատանքներում, որովհետեւ մենք փայլուն մասնագետներ ունենք հայազգի տարբեր գերտերություններում, երկրներում լավագույն բուհերը ավարտած, ովքեր առաջնորդում են իրենց բնակավարները, հա։ Սա նաև լրացուցիչ հնարավորություն է Սփյուռքի ներուժը ներգրավելու եւ զարգացնելու մեր բլոգերը։ Իսկ մենք այդ տնտեսությունը զարգացնելու առնվազն բավականին լավ տեսլական ունենք։ Ու այս տեսանկյունից էլ, հա, մենք ըստ էության խաղի կանոն փոխեցինք երկու առումով։ Առաջին հերթին, հիմա տեսեք, մեր կուսակցության շնորհանդեսը տեղի ունեցավ։ Կուսակցության շնորհանդեսին մենք հենց նպատակը ի սկզբանե սահմանադրական փոփոխության միջոցով Սամվել Կարապետյանին որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու հայտարարում ենք, որովհետև չենք գնալու մոլորեցնելու, հական պահելու վերջին քարոզչական ժամանակահատվածում մայիս ամիսին, հա, վերջի վայրկյանին ժողովրդին ասելու կամ ընդհանրապես չասելու ու այնուհետև, հա, հետագայում այդ առաջարկը ներկայացնելով խաղի կանոնը փոխել ենք, որովհետև գնում ենք ազնիվ, թափանցիկ մեր ժողովրդի հետ հարաբերակցության, հա, այդ իշխանության ձևաչափը, որ ժողովրդին մեկուսացնում է, անուղղակի ձևով ժողովրդին իներտ անտարբեր է դարձնում քաղաքական գործընթացների նկատմամբ, ու որի արդյունքում այսօր մեր հայրենակիցները սոցիալ-տնտեսական բավականին ծանր բարդութավորված իրավիճակում են հայտնվել, երբ օրինակ, հա, երեկվա միջադեպերը անդադ խոսում են խաղաղությունից, բայց անգամ մեր ներքին անվտանգության լրջագույն խնդիրներ ունենք Հայաստանի Հանրապետություն պարբերաբար, հա, տարբեր թե մարզերում, սկսած հա հայտնի վերջի գավառ 21 թվականի գավառի դեպքից, որ կրկին հրաձգություն, վենդետա, հիվանդանոցում երկու կողմերի բարեկամները ընդհուպ միջև մահվան սպառնալիքներ են հնչեցրել, վերջացված երեկվա աջափնյակի դեպքերով, հա, ավտոմատներով կրակոցներ օրը ցերեկով Երևանում։ Սրանք մեր երկրում աննախադեպ իրավիճակներ են իրենց քանակական ու քանակությամբ եւ պարբերականությամբ։ Ըստ էության, քանի որ իրավապահ մարմինները արձանագրում ենք, որ մեծապես զբաղված են քաղաքական ընդդիմադիր գործիչներին, հա, հետապնդելով, որտեղ կարելով քաղաքական իշխանության հրահանգավորմամբ, օրինակ հոգևոր հայրերին հետապնդելով ներեկեղեցական այս process-ի համատեքստում մեր երկրում արձանագրվել է հանցավորության աճ։ Աճը բոլոր բնակավարներում, հա, թմրամոլության, թմրանյութի շրջանառության էական աճը տոկոսներով տասնյակ, խաղամոլության էական աճ է գրանցվում։ Սրանք լրջագույն ներքին անվտանգության խնդիրներ են։ Եվ եթե դու անվտանգություն ես երաշխավորում ու առաջարկում, մենք գալիս ենք իրական անվտանգություն երաշխավորելու, այդ անվտանգությունը միայն արտաքինով չի։ Այդ անվտանգությունը, որպեսզի երաշխավորված լինի, որպեսզի իրական խաղաղություն լինի, այդ խաղաղությունը երաշխավորված լինի, պետք է ներքին անվտանգությունից, երկրի ներքին հարցերի լուծումից, ուժեղ տնտեսության ապահովումից մեկնարկել այդ քայլերը։ Սամվել Կարապետյանը հրաժարվել է Կիպրոսի եւ Ռուսաստանի քաղաքացիությունից։ Տեսեք, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, բայց կրկին, հա, այն տիրույթ տանենք, եթե այսօրվա իշխանությունը այդ աստիճան չհետապնդեր պարոն Կարապետյանից, ինչը իրենց վախերի դրսևորում է, որովհետև մեկ նախադասության արդյունքում ոչ միայն սահմանափակվեց պարոն Կարապետյանի ազատությունը, ու գիտեք, այսօր կալանքը վերահացել, կալանքը, որը խափանման միջոցներից ամենածանր տեսակն է, ու պետք է չափավոր լինի, պիտանի լինի, համաչափ լինի այդ վերագրվող հանցագործության ինչ-որ կանխարգելիչ նպատակներ ունի, որպեսզի այդ մեղադրյալը, ենթադրյալ ազդեցություն չունենա գործի նախաքննության վրա,
Դրան զուգահեռ բացի այն, որ ֆիզիկապես ազատազրկված է, բարբերաբար նրա խոսքի ազատություններն են, հա, սահմանափակում։ Եթե այս իշխանությունը չվախենար պարոն Կարապետյանի ազատությունից ու կռիվ չտար անգամ նրա ազատության հետևանքների հետ, ես կարծում եմ, այս հարցադրումների հիմնական սուբյեկտը հենց պարոն Կարապետյանն է, եւ առավել եւս, երբ մենք թեւակողում ենք նախընտրական քարոզչական շրջան ընտրությունները, իսկ մենք այսօր առաջին ընդդիմադիր ուժն ենք, հա, տարբեր վարկանիշներով, գլխավորում ենք ընդդիմադիր դաշտը հանրային աջակցության քանակով, տեսանելի եւ սոցհարցումների արդյունքով, որպեսզի հավասար ուղղակի արդար ընտրական գործընթաց տեղի ունենա, առնվազն, հա, այս իշխանությունները պարտավոր են ապահովել Սամվել Կարապետյանի ֆիզիկական ազատությունը, որպեսզի նա ինքը հնարավորություն ունենա նմանաբնույթ հարցադրումների պատասխանելու։ Շատ լավ, այս հարցը տալիս էի, որովհետև ինձ մոտ տպավորություն էր Նարեկ Կարապետյանի ելույթից կուսակցության շնորհանդեսի ժամանակ, որ պարոն Կարապետյանը կհրաժարվի մյուս քաղաքացիություններից, երբ որ ընտրվեք արդեն դրանից հետո, երբ որ գա պահը իրեն վարչապետ ընտրելու։ Այս մասը ուզում էի ճշտել, ճիշտ եմ հասկացել, թե ավելի վաղ է հրաժարվելու։ Տեսեք, ես տեղեկատվության չեմ տիրապետում, մենակ առաջնորդվում եմ եւս հղում եմ կատարում պարոն Կարապետյանի խոսքին, որ վարչապետ Սամվել Կարապետյանը լինելու է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ենթադրելի է, որ այդ ժամանակ այո, այլ քաղաքացիություններ պարոն Կարապետյանը չի ունենալու ուղղակի։ Եթե այսօրվա իշխանությունները նմանատիպ չէ, անեին սահմանադրության մեջ որևէ փոփոխություն, որը օգուտ կբերեր Նիկոլ Փաշինյանին, օրինակ, միայն Նիկոլ Փաշինյանին կոնկրետ, դուք չէիք քննադատելու կամ մեկ մարդու չէիք քննադատելու այդ գործընթացը։ Տեսեք, այս իշխանությունները արդեն արել են նման փոփոխություն, բայց իրենք դա արել են ծայրաստիճան հակասահմանադրական ու հակաիրավական եղանակով։ Դա բացառապես Նիկոլ Փաշինյանի շահից եւ կամ արտահայտությունից բխող փոփոխություն էր, շուրջ 1 տարի, հա, սահմանադրական դատան հետապնդելուց հետո ամենատարաբնույթ թե իրավական միջամտություններից, թե քաղաքական միջամտություններից, այնտեղ իրավական գործերի հարուցումներ այդ մարդկանց ընտանիքների նկատմամբ, հետո օրենսդրական նախաձեռնություն, լավ թոշակի առաջարկով, հետո դրա էպոպեան արդեն էս սահմանադրական կհիշեք նաև հանրաքվեի գործընթաց գնաց, անգամ իրենք քաչ հասկանում են, որ դա միայն հանրաքվեով է հնարավոր։ Գնացին հանրաքվեի, ես ինքս եղել եմ ոչ կողմի երկրորդ համարը, քարոզչությունը սկսեց, հետո գիտակցելով ես անկեղծ եմ ասում, անգամ երբ դեռ մինչ պատերազմյան շրջաններ, իրենք տեսան, որ հանրաքվեի շրջանում հանրային աջակցություն այդ հարցում չունեն։ Այդ պատրվակով կորոնավիրուսի չեղարկվեց հանրաքվեն ու որոշեցին, որ այլևս հանրաքվեի ենթակա հարց չի։ Մենակ այն հանգամանքը, որ իրենք ի սկզբանե այդ հարցը ուզել են լուծել հանրաքվեով, հետո անցան ազգային ժողովի կողմից փոփոխման, փաստում են մասին, որ իրենք ինքները գիտակցել են, որ սա հակասահմանադրական է։ Իսկ մենք այս պարագայում տեսեք, մի անձի համար չէ, ու մենք այնպես չի, որ հիմա իշխանության ենք, որոշեցինք, որ պետք է այս մարդու իշխանությունը երկարաձգելու համար փոփոխենք ազգային ժողովը։ Մենք բաց տեսեք, առաջնային աղբյուրը, մեր երկրի իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ Ու ստացվում է, որ ըստ էության մենք հանրաքվե ենք իրականացնում, ոչ թե ազգային ժողովին ենք պատվիրակում այս լիազորությունը, որովհետև մենք ժողովրդին ասել ենք հարգելիներս, եթե դուք մեզ բացարձակ եք տալիս վստահության, մենք այսպես ենք պատկերացնում պարոն Կարապետյանի իշխանության գալը, իսկ ինչու Սամվել Կարապետյան, որովհետև նախ իրենց ընտանիքը հանրային լայն վստահություն է վայելում ու դա պատահական չէ, որովհետև չեք պատկերացնի, ես ինքս մարդ եմ, որ պարոն Կարապետյանին չեմ ճանաչել, իրենց ընտանիքը չեմ ճանաչել եւ մենք արժեքային, հա, ինչու նաեւ հայտնվեցի ու հիմա կուսակցականի կարգավիճակ ունեմ, դա շատ բարդ ինձ տրված որոշում է, որովհետեւ ես երբևիցե կուսակցական չեմ եղել, երբևիցե որևէ քաղաքական թիմի մաս չեմ եղել եւ մասնագետի համար դա մեծ պատասխանատվություն ու բեռ է, հա, այս որոշումը ընդունելը։ Ինչու էստեղ ու այս ուժի հետ, որովհետև արժեքային համընկնումներ կան, հա, որովհետև պարոն Կարապետյանը եւս, հա, բիզնես բնագավառի մարդ, աշխարհի այն բացառիկ հայը լինելով, որ Հայաստանի բուհական կրթությամբ այդպիսի մեծ աշխարհում հասել է բարձունքների, իր արժեքը տրորվելուց ինքը հայտնվել է այստեղ ու անգամ ամենամեծ զոհողությանն է, հա, գնացել, անձնական ազատությունն է զոհել ու չէլ պատրաստում սակարկել որևէ այլ արժեքների ու կարգավիճակի համար։ Հիմա մենք պայքարում ենք մեր արժեքների համար
Եվ մենք էլի կրկնում եմ, մեր ժողովրդի հետ ենք համագործակցում։ Եթե իսկ սոցհարցումները, այն ալիքը, հա, մարդկային դուք չեք պատկերացնի, օր ա եղել մոտ 1000 մարդ եկել գրանցվել է որպես աջակից տարբեր գրասենյակներում։ Ու այդ թիվը պատահական չէ, տենց հերթով հայտնվում։ Համապետական երբ գրանցում են մարդիկ, մինչև մենք հավաքագրում ենք տվյալները մեկ կենտրոնը ստացվում է, եկեք տեսնում ենք 25000, հետո 26000 դարձավ, հետո 27000։ Իրականում ու մեծամասամբ, հա, ես քաղաքացիների հետ հաճախ հանդիպումների եմ մասնակցում, գալիս են մարդիկ այնպիսի հուզիչ պատմություններ են պատմում, որ թե ինչ է իրենց համար պարոն Կարապետյանը անձամբ արել։ Ես անձամբ իր բարեգործությունների սուբյեկտը չեմ հանդիսացել, բայց ես խորին երախտիկ ունեմ իր հանդեպ, որովհետև գնալով, հա, այլ երկրներում տնտեսական բիզնես գործունեություն ծավալելով, այս մարդը երբեք չի մոռացել ու չի կտրել կապը հայրենիքի հետ, հակառակը միշտ այդ իր վաստակածը ներդրել է աջակցությունների տեսքով իր հայրենիքում։ Մարդիկ իրապես նաև հայտնվելով այստեղ ես հարց եմ տվել, հա, բարեգործությունների մասին, որպեսզի գույքագրենք, հա, քանի որ այսօրվա իշխանությունը այնպիսի կեղտոտ խաղ է խաղում, մարդուն, հա, քաղաքական ընդդիմախոսին թիրախավորելու համար արժ է զրկում է իր բարեգործությունները։ Այս մարդիկ անգամ չունեն գույքագրված, թե ինչ են արել Հայաստանի համար, որովհետև դա արել են առանց հետագա շահադիտական նպատակներով շրջանառելու եւ հավատացեք եւ մի պետության չափ բարեգործություն է իրականացվել, թե ուսանողներին, թե սոցիալապես անապահով խավերին, թե տատիկներին, պապիկներին, կենսաթոշակների հասած ու շարունակական բնույթի են։ Այս օրինակ մենք լուրջ խնդիր ունենք, աննախադեպ էր, երբ նախագահան հրամանագիրը նախատեսված ճիշտ է ասում ենք ընտրություններից առաջ մոտ 90 առնվազն 90 օր առաջ է նշանակվում ընտրության օրը, բայց սա սովորույթի իրավունքի սովորույթի ուժով ամբողջ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում եղել է այդ 1-2 օրվա միջակայքում, հա, այդ նվազագույն ժամկետի պետքա դա լիներ մոտավորապես մարտի առաջին շաբաթվա ընթացքում, իրենք 1 ամիս շուտ նշանակեցին ու առաջինը հենց հակակոռուպցիոն կոմիտեն տարածեց հայտարարություն արգելք բարեգործության արգելքի մասին։ Ակնհայտ է, չէ՞, թե ում են թիրախավորում։ Հիմա այդ աշիր բարեգործական ընկերությունը մի շարք հարյուրավոր ընտանիքներ կան, ում շարունակական բարեգործություններ է տրամադրում, այսինքն այդ ընտանիքները այդ օգնության շնորհիվ էին ապրում աղքատության մեջ գտնվող, ծանր պայմաններում գտնվող։ Հիմա ստիպված այս մարդիկ ամեն ինչ դադարեցրել են, որպեսզի քրեական հետապնդումների թիրախ չհանդիսանան։ Հասկանալի է, Տիկին Մելոյան, ձեր կարծիքով Սահմանադրական դատարանն այսօր անկախ է։ Տեսեք, Սահմանադրական դատարանը իմ մեծագույն ցավն է, որ ոչ քաղաքական գործերով, այո, ես գտնում եմ, որ բավականին հաճախ լինում են շատ պրոֆեսիոնալ որոշումներ, բայց քաղաքականացված գործերով աֆիլացված է իշխանությունների հետ։ Դե ակնհայտորեն, որովհետև մենք տեսել ենք Սահմանադրական դատարանի, երբ այդ գործընթացը տեղի ունեցավ, դրան հաջորդող ընտրությունները եւ տեսեք ինչն է գնահատականը, եթե մասնագետ ես, շատ մասնագետներ հրաժարվեցին դառնալ թեկնածու Սահմանադրական դատարանի դատավորի, որովհետև իրենց համար անթույլատրել էր, թե ոնց նախորդ դատավորների լիազորությունները դադարեցվեցին։ Ինչ էի սա հարցնում, որովհետև դուք եթե հաջողության հասնեք ու փոխեք Սահմանադրության այդ նորմը, մինչև դա պետք է ուղարկեք Սահմանադրական դատարան կարծիք ստանալու։ Կարծում եք իրենք անկախ կարծիք կտան ձեզ կամ այդ կարծիքը հաշվի առնելու եք, թե չեք առնելու։ Տեսեք, այստեղ մասնագիտական քննարկում պետք է ընթանա, որովհետև իրենք այդ նախադեպն են ստեղծել, որ ըստ էության Վենետիկի հանձնաժողովի անգամ բացասական կարծիքի պարագայում Սահմանադրական դատարանը որոշում ունեցավ, ըստ որի չուղարկեցին Սահմանադրական, հա, կարիք չկա ազգային ժողովի փոփոխության պարագայում Սահմանադրական դատարանի եզրակացությունը։ Ես կարծում եմ այնուամենայնիվ այս նորմերով պետք է առաջնորդվել ու տեսեք, եթե իշխանությունը փոխվելու է, դա ժողովրդի կամ արտահայտության արդյունք է լինելու, այդ Սահմանադրական դատարանի դատավորները, որոնցից շատերը անգամ իմ դասախոսներն են եղել ու հեղինակավոր մասնագետներ են, ու ես սրտանց ցավ եմ ապրում եւ ինձ համար շատ դժվար է, հա, քննադատել իրենց գործունեությունը, որովհետեւ իրենք միևնույն ժամանակ քաղաքական հրահանգավորման բացակայության պարագայում իրենց ոլորտի լավագույն մասնագետներից են եղել։ Այս պարագայում իրենք եւս կաշկանդված են լինելու ժողովրդի կամ արտահայտությամբ։ Մենք ակադեմիա պատական չէր, որ շնորհանդեսին ակադեմիական համայնքի հեղինակավոր ներկայացուցիչների խոսքը հնչեց։ Այս հարցը մինչև հանրամատչելի դարձնելը
Մենք քննարկել ենք թե միջազգային, թե ներպետական հետագիծ ունեցող գիտնականների հետ եւ բոլորը մեկ խոսքով ասել են, որ այստեղ որևէ հակասահմանադրականության խնդիր չի կարող լինել։ Այդ ի տարբերություն իշխանությունների, հա, որ ամեն ինչ շրջանցելով, կապ կպելով, իրապես այդ խոսքին հարիր կարում են իրենց կամքին հարիր, այստեղ բացարձակ նախաքննարկում է եղել, միջազգային փորձի ուսումնասիրություն է եղել, որևէ կերպով խնդիր չկա սահմանադրականության հետ կապված։ Եթե լիներ նման խնդիր, հավատացեք, մենք այս քայլին բնավ չենք գնալու։ Շատ լավ, երբ հասնի է, եթե կամ երբ հասնի այս հարցը ազգային ժողովի քվեարկությանը, ձեզ պետք է լինելու 2/3։ Հիմա որքան էլ սոցհարցումների տվյալներն ունենաք, բայց մենք 21 թվականի փորձը մեզ ցույց է տալիս, որ այդքան էլ վստահելի չեն սոցհարցումները, որովհետև օրինակ ընդդիմության ամենամեծ բևեռը Հայաստան դաշինքը կարծում էր, որ իրենք հաղթելու են ընտրություններում, իրենց ձեռքի տակ եղած սոցհարցումների արդյունքում, դրա համար կարծում եք իրատեսական է 2/3 ունենալ խորհրդարանում կամ եթե ոչ, ում հետ կգնաք համագործակցության այդ 2/3-ը ստանալու համար։ Տեսեք, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, բայց 2/3-ը շատ բացարձակ հաղթանակ։ Տեսեք, այլ տարբերակներ հիմա չենք քննարկում, մենք մեր համար նպատակ ունենք սահմանված, դրան զուգորդելով, հա, ձեր խոսքը, երկրորդելով, ասեմ, նույն իրականությունը նաև քաղաքացիական պայմանագիրը բնավ մոտ չէր բացարձակ հաղթանակի որակյալ մեծամասնություն ունենալու որևէ սոցհարցումով։ Իրենք, եթե հիշում եք, սոցհարցումներով գրեթե Հայաստան դաշինքին համահավասար տվյալներ ունեին, իսկ այսօր մենք վերջերս մի սոցհարցում ունեց անկախ կազմակերպության կողմից սոցհարցում էր իրականացրել, որով այս պահի դրությամբ, անգամ այս պահի չէ, մինչև մեր շնորհանդեսը Սամվել Կարապետյանը իր վարկանիշով արդեն գերազանցում է Նիկոլ Փաշինյանին, 34% աջակցություն ունի։ Եվ դեռ մենք կուսակցության շնորհանդես չենք իրականացրել։ Մենք համարում ենք դա իրատեսական եւ արդեն նախադեպը կա, հա, եթե քաղաքացիական պայմանագիրը բոլոր սոցհարցումներով 20-ից 30%-ի միջակայքում էր եւ անգամ որոշ հարցումներով շատ ավելի ցածր հաջողեց չակերտավոր այդ որակյալ մեծամասնություն ունենալու, մենք համոզված ենք ու տեսնելով հանրային աջակցությունը, տեսնելով տարբեր հարցումներով չափումներ կատարելով, որ հնարավորությունը կա այդ որակյալ մեծամասնությունը գրանցելու։ Քանի որ դուք մասնագիտությամբ սահմանադրագետ եք, իրավաբան, կխնդրեի մեր դիտողների համար մի փոքր պարզ բացատրենք, ինչ եք նախատեսում անել ընտրություններում հաջողության դեպքում, անցումային վարչապետի թեկնածուի այդ հատվածը բացատրեք, էլի, որ մարդիկ պարզ ավելի հասկանան։ Հա, բարի, տեսեք, ինչ է տեղի ունենալու։ Մենք ունենք ցուցակ առաջնորդում են Արեգ Կարապետյանը, ամեն ինչ դասական առումով ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքի, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքների նորմերն ու ընթացակարգերը պահպանվելու են, եթե հունիսի 7-ի ընտրությունները բնականon ամփոփվեն, հաջորդ ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը ենթադրվում է օգոստոսի 2-ին։ Սկզբում պետք է ընթացակարգային հարցեր լուծվեն, օրինակ հանձնաժողովների նախագահների ընտրություն հաշվից հանձնաժողովի եւ այլն, այնուհետեւ երբ կամփոփվեն այդ հարցերը, մենք բերելու ենք նախագիծը սահմանադրական փոփոխությունների ու ներկայացնելու ենք պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Այսինքն հրաժարական է տալու Արեգ Կարապետյանը, երկու անգամ չի ընտրվելու վարչապետ։ Չէ, այդտեղ կարիք չկա, հարկ չկա այլևս, հա։ Հասկանալի է։ Եվ որ ուժերի հետ կհամագործակցեք, հարցին չեք ցանկանում պատասխանել։ Չէ, տեսեք, քանի որ հիմա տեսլական ունենք, որ մենք բացարձակ հաղթանակ ենք գնում, ու տեսեք, այս հարցը գիտեք ինչն է խնդիրը, մեր երկրում այս իշխանության ձեռամբ մարդկանց կամարտահայտությանը ապավինելու այդ ինստիտուտը, օրինակ նույն ընդդիմադիրներին, հա, անգամ խորհրդարանական падգամավորներին ընդդիմադիր թիրախավորելը, արժե զրկել է ամեն ինչ։ Իրենք տեսեք, անընդհատ պիտակավորում են, իսկ մինչդեռ օրինակ Հայաստան դաշինքը շուրջ 280,000 քվեր ստացել հայտնվելով ազգային ժողովում։ Իրենք այդ մարդկանց, այդ падգամավորները մեր ստվար զանգվածի հայրենակիցների ներկայացուցիչ են, ովքեր այդ մարդկանց վստահություն են հայտնել։ Նույնը տեղի ունենալու հետընտրական Հայաստանում։ Մենք կրկին ասում եմ, ունենք քաղաքական կամք եւ կարծում ենք, որ դա իրատեսական է ու մենք դրան հավատում ենք, որ հնարավոր է ձգտել եւ աճել մինչեւ մեծամասնություն, որակյալ մեծամասնության վստահության քվե ստանալու, բայց մենք հաշտվելու ենք այն իրականության հետ, եթե իհարկե ընտրությունների արդար թափանցիկ հավասարությունն ու ուղղակիությունը ապահովեն, խախտումներ էական չգրանցվեն ընտրական գործընթացներին, ես լիահույս եմ, որ այսօրվա իշխանությունները իրենց կկաշկանդեն, հա, գոնե այս process-ում ժողովրդավար եւ իրավական
պահանջներով ու նորմերով։ Այդ պարագայում այո, բոլորս պետք է հաշվի նստենք ժողովրդի կամքի հետ, որովհետև ժողովրդի կամ արտահայտությամբ են, որոշ ուժեր հայտնվելու խորհրդարանում։ Կրկին եմ ասում, այդ ժամանակ տեսնենք ժողովուրդը ինչ կորոշի, ինչպես այդ կամ արտահայտությունը կդրսևորվի, իսկ դրա էլ մենք կկողմնորոշվենք։ Ուզում եմ օրինակ նույն այդ խաղի կանոնի հետ կապված, մենք ոչ միայն խաղի կանոնը փոխել ենք քաղաքական դաշտում ու քաղաքական դաշտում ընդհանրապես Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքի 35 տարիների մենք այս մեր 5 տնտեսական քայլերը Դրանց կանդրադառնանք 5 տնտեսական քայլերին։ Ահա։ Բայց ձեզ եթե մասնակցությունը ընտրություններին լինի այնքան, որքան 2021-ին էր, ձեզ անհրաժեշտ կլինի մոտ 800-850 հազար ձայն։ Դա ահռելի թիվ է, եթե բոլորը մասնակցեն ընտրությունների 1.6 միլիոն մարդ պետք կլինի, որ քվեարկի ձեր օգտին, որ կարողանաք 2/3 հավաքել։ Դա մի քիչ այս քաղաքական պայմաններում անիրատեսական չեք համարում, ինչքան էլ բոլոր քաղաքական ուժերը հաղթանակի են գնում, բայց կա իրատեսականության մի գիծ, որը բոլորի համար տենց հավասար է, էլի։ Տեսեք, մենք գործ ունենք անելու ու պետք է գնանք քաղաքացիների հետ զրույցներով, հիմա անում ենք այդ գործը, Մեր խնդիրն է, որ իրականում այս իշխանությունը այնքան ապատիկ տրամադրություններ է ստեղծել, աննախադեպ ցածր մասնակցելիություն ու անտարբերություն է քաղաքական գործընթացների նկատմամբ։ Օրինակ Երևանի ավականու վերջին ընտրությունները դա խայտարակություն էր ու աննախադեպ էր էլի Հայաստանի Հանրապետության համար, երբ քաղաքացիները իրենց չմասնակցելիությամբ ցույց են տալիս այդ անվստահությունը բոլոր քաղաքական ուժերի, դա կլինի իշխանություն թե ընդդիմություն։ Դա սթափության կոչ է, որ մարդիկ զզվել են ամեն ինչից եւ չեն վստահում որևէ մեկի։ Ու ասեմ, դա շատ վատ կոչ է, որովհետև հենց ընդհանրապես պետությունները այդպես են գնում կործանման, երբ են իրականությունը, որ ժողովուրդը առաջնային աղբյուրը, առաջնային մանդատ կրողը ուղղակիորեն ձեռնպահ է մնում մասնակցելու գործընթացների։ Մենք հիմա ինչ ենք անում, մենք փորձում ենք քաղաքացիներին այդ վստահությունը ու այն իրականությունը, ճշմարտությունը, որ իրենք են որոշում կայացնողը, հետ վերադարձնել ու ասել, որ հատկապես մեր երիտասարդությանը շատ ցավալի է, որ ամենալայն անտարբեր մասն երիտասարդությունն է քաղաքական գործընթացների նկատմամբ, իսկ որոշվում է իրենց ճակատագիրը, այսօրվա ընտրության հետևանքով իրենց ապագան է կառուցվելու եւ իրենք պետք է որոշում կայացնեն, ով այդ ապագայի համար պատասխանատվություն կրող է։ Այս պատահական չի, որ անդադ մենք այս տնտեսական ծրագրից խոսում ենք, որ փորձում ենք sense մաչելի, sense քայլերով ցույց տալ, QR կոդերով ցույց տալ, որովհետեւ սա ուղղակի հորինված չէ, ակնահաճո ինչ-որ բան չի, սա լուրջ հետազոտությունների տեսլական ունեցող առաջարկ է ու այդ ծրագրից առանձնացված են այս 5 կետերը։ Մեր երիտասարդները պետք է գիտակցեն, որ եթե ինքը չի գնում տեղամասային կենտրոն, եթե իրենք չեն մասնակցում, իրենց փոխարեն օրինակ իրենց տատիկ պապիկները կամ իրենց համար այն ասում են, այն բակում կրթություն չունեցող որևէ մեկը, ում իրենք չեն վստահում, այդ մարդիկ են, որ գնում են տեղամասային կենտրոն, այդ մարդիկ են որոշելու իրենց հետագա ճակատագիրը։ Եվ շատ կարևոր ուղերձ է, ու այս իշխանությունը հրահրում է այդ ուղերձին։ Իրենք շահագրգռված չեն հանրային մասնակցելիությամբ, որովհետև երբ որ քիչ մարդ է մասնակցում, իսկ չեն մասնակցում հատկապես այն մարդիկ, ովքեր այսօրվա իշխանությանը չեն վստահում։ Երբ որ իրենք չեն գնում, այն մարդկանց ում վրա ազդեցություն ունի իշխանությունը, թե վարչական լծակ կլինի, վարչական ռեսուրս, թե այլ միջոցառումներով, իրենք ապահովում են այդ մարդկանց ներհոսքը եւ հենց այդ ձևաչափով էլ մեծագույն արդյունք են գնացում։ Մենք զրույց ենք վարում մեր քաղաքացիների հետ, հանդիպումներում, բոլորին կոչ ենք անելու, անգամ եթե մեր հանդեպ չի այդ վստահությունը, գնալ տեղամաս եւ հանդես գալ իրենց ակտիվ ընտրական իրավունքը իրականացնելով որպես այս երկրի, կրկին եմ ասում, իշխանության առաջնային կրող։ Հասկանալի է։ Դուք էլ ասացիք, որ ընդդիմադիր ձեր եղած սոցհարցումների տվյալներով ամենամեծ ընդդիմադիր ուժն եք, ամենամեծ վստահությունն ունեք հանրության շրջանում եւ նաեւ ընդդիմադիր ուժեր կան, որոնք համաձայն են այդ կարծիքի հետ ու առաջարկում են, որ հենց դուք ձեր շուրջ ձևավորվի ընդդիմադիր մեծ լայն համախմբումը։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսն է նման հայտարարություն արել, լուսավոր Հայաստանը, այլ ուժեր չեմ աչքովս չի ընկել, բայց կարծում եմ ընդդիմադիր փոքր ուժերը նույնպես շահագրգռված կլինեն մեծ ընդդիմադիր ճակատով գնալ ընտրությունների։ Դուք նպատակ ունեք ընդդիմադիր լայն համախմբում ապահովել։ Տեսեք, այս պայդրությամբ չունենք այդպիսի որոշում,
բնականաբար քննարկումներ, հանդիպումներ տեղի են ունենում եւ այդ միասնության հիմքում առաջին հերթին կրկին, ծրագրային համաձայնություններն են, որովհետեւ քաղաքական ուժերից յուրաքանչյուր որոշակի քաղաքական ամբիցիաներ ունեն, քաղաքական ծրագիր ունեն, քաղաքական տեսլական ունեն, արժեքներ ունեն։ Ես համոզմունք ունեմ, վերջնարդյունքում, եթե փոխպայմանավորվածություններ ունեն եւ ամենակարևորը, այս ծրագրային համընկնումներն ու տարակարծությունները լինեն, հնարավոր է նման ձևաչափ, բայց այս պահի դրությամբ նման որոշում դեռևս մենք չունենք։ Հասկանալի է։ Սամվել Կարապետյանը մեծահարուստ գործարար է, ունի հարյուրավոր ընկերություններ, աշխատողներ Հայաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում եւ տարիներ շարունակ մեր ժողովուրդը դժգոհել է բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումից, օլիգարխիայի այդ մթնոլորտից դժգոհել է։ Հիմա սա արդյոք վերադարձ չի օլիգարխիկ համակարգին։ Սա լրիվ հակառակն է։ Մեր ուժը ազատականության կողմնակից է, ազատ դեմոկրատական տնտեսական քաղաքականության ու հենց այստեղ են մարդիկ շահելու, որովհետև իշխանության է գալիս գործարար, ով ինքը իր վրա կրել է, այդ քաղաքականության հետևանքները, այն էլ տարբեր աշխարհներում մեծ, ասենք, իրապես աննախադեպ փորձառություն կրող մարդ է, որովհետև կրկին եմ ասում, այն բացառիկ հայրն է, որ Forbes-ի ցուցակ է հասել ու բազմաթիվ անգամներ ասել եմ, էլի կրկնեմ, այդ Forbes-ի ցուցակը մենակ ֆինանսական հնարավորությունների մասին չէ, մարդու կառավարչական հմտությունների, բացառիկ մտածողության, առաջնորդելու կարողությունների մասին է, այն էլ պատկերացնում եք, չէ՞, այդ մասշտաբները, ինչպիսի հմտություններ պետք է ունենաս, որ հաջողես աշխարհում ու աշխարհի կառավարիչների շարքը հայտնվես։ Հակառակը պարոն Կարապետյանի տեսլականը հետևյալն է, որ պետք է այնպիսի տնտեսություն ստեղծենք, այնպիսի բիզնես միջավայր, որ բիզնեսը շնչի ու պատահական չի մեր հենց երկրորդ քայլը 0% հարկ փոքր ձեռնարկությունների համար։ Փոքր ձեռնարկությունները հարկ չվճարեն։ Որովհետև մենք տեսլական ունենք, որ իրենք կարող են ֆինանսական հաշվարկ կա, փոքր ձեռնարկությունները ընդհանրապես մեր պետբյուջեի 0.2% մուտքերն են ապահովում։ Եթե մենք անցյալ տարի կարծում եմ քաջատեղյակ եք, որ այս իշխող ուժը նրանց 5% շրջանառության հարկը բարձրացրեց 10%-ի։ Դրա հետևանքով ես անձամբ դրա հետևանքները կրողն եմ եղել, որովհետև իմ երեխաները գնում են օրինակ պարապմունքների, ծառայություն են ստանում, դասապատրաստման, արվեստի տարբեր ճյուղերի, ստիպված այդ փոքր ձեռնարկատերներ, դասապատրաստողները, ուսուցիչները իրենց ծառայության կամ արժեքն են բարձրացրել, որպեսզի կարողանան այս հարկը վճարել, կամ ընդհանրապես որոշ բիզնես տեսակներ, փոքր ձեռնարկություններ փակվել են։ Սկսած տարական, մեր բլոգերներից։ Մարդը լրջագույն խնդիր ունի։ Օրինակ ես ինքս ունեմ ընկեր բլոգերներ, տարական, մեր հետ կապված, մեր ընկերոջ հետ կապված մի հատ ապրանք տեղադրելուց ինքը 3 անգամ ավել մտածում, ասում է լավ, հիմա որ տեղադրեմ նշեմ, հարկային մարմինները ասում են, սա գովազդ է իրականացնում ու այդ ընկերական տեղադրված գովազդի համար ինքը ստիպված է լինելու ֆինանսական կորուստ ունենալ։ Մենք գալիս ենք, հաշվարկ կա տնտեսական, որ փոքր բիզնեսը մինչև 115 միլիոն շրջանառություն ունեցող, եթե մենք ազատականացնում ենք, շրջանառության հարկից ազատում ենք, ինքը հակառակը ավելի շատ լայն գործունեություն ծավալելու հնարավորություն է ունենալու եւ այդ ավելի լայն ֆինանսական գործունեության ընդլայնվելով, արդյունքում գալու է միջին բիզնես դառնա ու դառնա հարկատու։ Այստեղ այս միջին բիզնեսին, երբ որ մենք նպաստում ենք, շնչելու հնարավորություն ենք տալի փոքր բիզնեսին։ Մեր տնտեսությունը ազատականացման արդյունքում ավելի ընդլայնվում է, բիզնես գործարարները ավելանում են ու տեսեք ավելին, այնտեղ ասում են, որ ռիսկեր կա, խոշորները կչլատվեն, բայց մենք նաեւ զուգահեռ վերահսկողական մեխանիզմների մասին ենք մտածել, ոնց դա թույլ չտալ, որովհետեւ այսօր պետական եկամուտների կոմիտեն ունի վերահսկողական on-line համակարգ, այնտեղ բոլոր գործարարները ու բիզնես գործունեությունները ըստ տեսակների խոշոր միջին հարկատուներ նշված են, այդ ամենը շատ այսօրվա թվայնացված դարաշրջանում շատ հեշտ վերահսկելի է ու մենք երկու կողմից էլ իրավիճակը վերահսկել ենք, մեխանիզմները առաջարկում ենք, այնպես որ բիզնեսմեն ղեկավար այս մասշտաբի ու ամենակարևորը, այն թեզը պետք է առաջ տանենք, որ ինչ է իշխանությունը ասում, փորձում են այդ օլիգարխիկներ եւ այլն Սամվել Կարապետյանը երբեք չէ իմ կարծիքով, այդ քաղաքական գործունեությամբ ինչպես ինքն էր իր ելույթներից մեկում ասել, ցանկություն չի ունեցել զբաղվելու, բայց երբ դու այդ մասշտաբի հայ ես ու տեսնում ես, որ արդեն քո հայկականության ու հայկական ինքնության
հիմնարար ինստիտուտն է թիրախավորվում եկեղեցու տեսքով, իսկ սա բնավ հոգևոր հայրերի հետ կապված վեճ կամ խնդիր չէ, սա ուղղակի մեր եկեղեցու ինստիտուտի թիրախավորում է, անգամ ասում եմ, հա, այնպիսի հայեր կան, ովքեր իրենց խղճի դավանանքի ազատությամբ չունեն որոշում, որ իրենք քրիստոնյա են, բայց ունեն որոշում, որ իրենք ազգային պատկանելությամբ հայ են։ Այս մարդիկ եկեղեցու պաշտպանության առաջնագծում են։ Հիմա չի կարող աշխարհի մասշտաբով ֆինանսապես կայացած հայ մարդը թույլ տա, որ իր եկեղեցին թիրախավորվի ու հաջորդը արդեն պետականությունը հարցականի տակ հայտնվի։ Եվ այստեղ կրկին ասում եմ, սա այս տնտեսական առաջարկները իրատեսական են այն տեսանկյունից, որ եթե ուրիշները զուտ գալիս են հաստափորձ ծրագրեր են ներկայացնում եւ այլն, խոստումներ են տալի։ Այս մարդը արդեն սա իրականացրել է, ինքը դրա փորձառություն ունի, մեխանիզմներ ունի ու հակառակը, հա, ինքը չի գալու այդ 1 դրամ վարչապետի աշխատավարձը, որ խոստացել են ու տենց լալախառաջ տեքստեր են իշխանության ներկայացուցիչները ունենում, հա վիրավորական, մանիպուլատիվ։ Ոչ ժողովուրդ ջան, այս մարդը չի գալու ասի տատիկ պապիկներին, գիտեք, այդ 10,000, 20,000 դրամները որ տանք ինչի վրա եք ծախսելու, իսկ մեր տատիկ պապիկները իրականում շատ վատ վիճակում են, որովհետև սոցիալական թոշակները մենք վերլուծություններ ենք անում։ Թոշակը 2018 թվականին 40,000-ը մոտ եղել, հիմա 2026 թվականն ենք մոտ աճել է ընդամենը 9,000 դրամ, 49,000 դրամը, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը, որ անհրաժեշտ մթերքների քանակն են, որը մարդը անպայման ամեն ամիս պետք է ընդունի, հասել է 49,000-ից 18 թվականի, հիմա հասել է 79,000-ի, պատկերացրեք 49,000 միջին թոշակն է, 79,000 սպառողական զամբյուղի արժեքն է, այսինքն մարդը անգամ թոշակառուն, որը միջին թոշակ է ստանում, իրան թույլ չի կարող տալ այդ անհրաժեշտ քանակի ամսական մթերք գնել, էլ այնտեղ չխոսենք դեղորայքի մասին, այդ էլ օրինակ դեղորայքն է մեր մյուս առաջարկն է, մենք մաչելի դեղորայքին սահմանված գին ենք առաջարկում, ավելի 20% ավելի էժանացնելով արժեքը։ Բայց այստեղ կարևոր ավարտեմ էլի միտքս, ինչն ենք ուզում ասենք, որ այսինքն այսօրվա դրությամբ ունենք իրողություն, որ աղքատությունն է տիրում, սոցիալական լրջագույն խնդիրներ եւ թոշակառուն անգամ այդ պարզ թվաբանությամբ հնարավորություն չունի իր համար անհրաժեշտ մթերքները գնելու։ Էլ չենք խոսում դեղորայքի համար, որ թոշակառուի համար դա կենսական անհրաժեշտության, հա, երևույթ է ապրելու, տրանսպորտի գին է։ Առողջապահության պարտադիր ապահովագրությունն է ներդրվել եւ թոշակառուները անչափահասներ անվճար կարող են օգտվել այդ ապահովագրությունից։ Իսկ այդտեղ եւս անվճար չեն կարող օգտվել, որովհետեւ այնտեղ կրկին բույժ ծառայությունների ցանկ կա, այնտեղ դեղամիջոցների ցանկ կա, այս ներդրված համակարգը, ես ճիշտ ասած անձամբ հիմա սա էլ ենք ուսումնասիրում մեր բուժաշխատողների հետ, համայնքի լուրջ մասնագետների հետ խորհրդատվություններ ենք իրականացնում, ինքը այնքան խութեր ունի։ Դուք պետք է հունվար ամսին հաճախ եք հիվանդանոց, ես ցավոք սրտի առիթ եմ ունեցել ներկայում գտնվել, մարդու մոտ երևի այդ ընթացքում այդ մի քանի ժամվա ընթացքում այնքան նյարդային համակարգին վնասեցին իրենց անկազմակերպությամբ, քան այդ մարդը առողջության պետք է եկել էր օգնություն ստանալու։ Ներ են դրել համակարգ, ինչպես միշտ այն ձախավ ձեռքով աչականջ քորելու սկզբունքով, դեռևս բազմաթիվ խնդիրներ կա, խութեր կա, բոլոր տեսակի սպասարկման, հա, այդ ապահովագրությունը ամեն տեսակ հիվանդություն չէ, որ փակում է։ Մի խոսքով դեռևս այն բնականon չի գործում եւ հարցադրում է թե ինչ քանակի, ինչ շրջանակի մարդիկ են դուրս մնում, ել չխոսենք այն ավել պարտավորվածությունը, որ իրենք կրկին աշխատողների վրա դրեցին ու կրկին հարկային այդ համահարթեցման քաղաքականության արդյունքում մեր հսկայական զանգված աշխատակիցների, հա, տարբեր ծառայություններում, ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունում հերիք չի աննախադեպ այդ հարկային բեռ են դրել։ Մարդիկ 30+% հարկ են վճարում Հայաստանի Հանրապետություն, պատկերացնում եք, միջին 200-300 հազար ստացող աշխատավարձ ստացող մարդը։ Մի հատ էլ իրենք այս պարտադիր առողջապահական ապահովագրության գումարն են դրել։ Մինչդեռ իրենք հա այդտեղ ասում են ոչինչ, այդ 6-ից 9,000 դրամը ինչ կանի։ Այնտեղ ասում են տատիկ պապիկը 10-ից գներեք, ասում են տատիկ պապիկը 10-ից 20,000 դրամը ինչ կանի ու կրկին Հայաստանի Հանրապետության պատմության համար աննախադեպ պարգևավճարներ են սահմանում։ Այս խոսքս ինչի այստեղից սկսեցի տարա այնտեղ Սամվել Կարապետյանը ասում է, որ ինքը մի դրամ
ստացող աշխատավարձ ստացող վարչապետ է լինելու, որովհետև ակնհայտ է, չէ, որ այս մարդը գալու է հակառակը, թե իր ֆինանսական ռեսուրսները, թե իր կապերը, այդ ամենը ներ է դնելու Հայաստանի Հանրապետության համար։ Ու այո, ինքը միակ հայրն է աշխարհում, որ դա իրեն կարող է թույլ տալ։ Շատ լավ, հիմա իշխանականներն ասում են, մենք էլի ենք աշխարհում տեսել օրինակներ, երբ մի դրամով մարդիկ աշխատել են երկրի ղեկավար, հետո այդ մարդկանց բիզնեսները ծաղկել են եւ այդ մարդիկ միլիարդավոր դոլարներ են աշխատել այդ մի դրամ պետությունից աշխատավարձ ստանալու ֆոնին։ Արդյոք ճիշտ է, որ վարչապետը, Սամվել Կարապետյանի դեպքում չէ, ընդհանրապես ճիշտ է, որ մի դրամ աշխատավարձ ստանա։ Այդ բոլոր դեպքերը, որ իրենք թվարկում են, այդ դեպքերը նախ թող հստակ օրինակ բերեն, որովհետև այդ բոլոր դեպքերը եղել են, երբ որ մարդիկ եկել նոր աճեցրել են իրենց բիզնեսները։ Կրկին եմ ասում, պարոն Կարապետյանը բացառիկ է այն տեսանկյունից ու աշխարհի համատեքստում, հա, միջազգային պրակտիկայի ու փորձի ուսումնասիրության համատեքստում, որ նա արդեն այդ միլիարդները կուտակել է եւ ունի։ Նա նոր չի գալու ծաղկեցնի իր բիզնեսները, իրեն հնարավորություն տա, հակառակը նա գալու է ու իր կյանքի փորձով հետագծով նոր չպետք է էլի հեծանիվ հորինեն։ Իսկ դուք ովքեր եք, հա, որ անդադ համադրում են մենք ինքնիշխան, դուք մարդիկ եք, ովքեր ձեզ թոշակառուի 10-20 հազար դրամը զեղչելով կամ տենց ծաղրանքով ասելով ինչ են անելու, իսկ այդ 10-20 հազար դրամը իրականում այդ թոշակառուի համար հսկայական գումար կարող է օգնություն լինել։ Ձեզ տալիս եք միանվագ մոտ 15,000 ամերիկյան դոլարին համարժեք գումար, պարգևավճար։ Այս պետության, այս սոցիալ տնտեսական ըստ էության, հա, ճգնաժամային իրավիճակներում շատ մարդկանց համար մեր երկրի հաշվի առնելով աղքատությունը, հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, իսկ ո՞րն է ձեր հետագիծը։ Այնտեղ երբ նայում ես իշխող կուսակցության շատ մարդկանց, հա, շատ գործիչների կենսագրություն, իրենց կյանքի ձեռքբերումը եղել է միանգամից падգամավոր կամ նախարար դառնալը։ Դա նորմալ չէ, հա։ Մարդիկ պետք է ունենան հետագիծ, մարդիկ պետք է ունենան ինստիտուցիոնալ հիշողություն, մարդիկ պետք է ունենան փորձառություն, որպեսզի իրենց կառավարչական հմտությունները, որպեսզի այդ կառավարման բնագավառը հաջողի։ Իսկ պարոն Կարապետյանը դա ունի 1, երկրորդն է բնական է որևէ մեկի մոտ անգամ հանրությունը, հա, այդ չի ուտում այդ մանիպուլյացիան, որովհետև ցանկացած մարդ, ով գիտի Սամվել Կարապետյանին պատկերացնում է նրա մասշտաբը, քաշ գիտակցում է, որ անգամ նորմալ չէր լինի, որ նա գար ու պետությունից աշխատավարձ ստանար, որովհետև իրենք միշտ հակառակ այդ աշխատավարձները իր ընտանիքի ներկայացուցիչները, որտեղ էլ աշխատել են, ուղղել են տարբեր բարեգործական նպատակներով շրջանառման։ Շատ լավ, խոստանում եք 300,000 նոր աշխատատեղ ստեղծել, հիմա քաղաքացիական պայմանագիրն էլ 7 տարում 300,000 նոր աշխատատեղ է ստեղծել։ Ես լսում էի սոցիալնախարարի Արսեն Թորոսյանի ասուլիսը եւ թվերը ճիշտ է 300,000 չի 285,000-ը, բայց ամեն դեպքում այդքան նոր աշխատատեղ է ստեղծվել 18-25 թվականներին։ Տեսեք, իրենք sense լուրջ մանիպուլյացիա ունեն այդ թվերում, նախ սկզբում ասեն 230,000, հետո 270, հետո մարդիկան չեն խորշում, ասում են մենք արդեն 300,000 աշխատատեղ ստեղծել ենք։ Առաջինը ես գիտեք ինչ կասեմ, որ մենք չենք եկել մրցելու։ Ստեղծել եք լավ է կարել, բայց իրենք չեն ստեղծել դա, այդ աշխատատեղերի քանակական արձանագրումը մի քանի երևույթի դրսևորման արդյունք է։ Նախ հարկային դաշտ թվերից դուրս գալու հետևանք է, այո, դա իրենց գործունեության դրական հետևանք է, բայց շատ աշխատատեղեր, բազմաքանակ հարյուրավոր, որ գտնվում են թվերային դաշտում, այլևս այդ կրկին, հա, թվայնացման արդյունքում հայտնվել են հարկային վերահսկողության ներքո եւ գրանցվել են որպես աշխատատեղ։ Երկրորդ, իրենց ամենամեծ մանիպուլյացիան կանում է նրանում, որ իրենք ոչ թե անձով են հաշվում այդ աշխատատեղերը, այլ ընդհանրապես այն թվաբանական քանակով։ Օրինակ, ես 2 տեղ գրանցված աշխատող եմ, ծանոթ ունեմ 3-4 տեղ գրանցված աշխատող, հա, այդ պայմանագրեր ես 2 հոգի չեմ, ինքն է 4 հոգի չի։ Մենք ընդհանրապես 2 քաղաքացի ենք ու 6 աշխատատեղ ենք ցույց տալիս։ Մարդը այդ պայմանագրերի քանակով են ցույց տալի ու այնպես որ դա իրական թիվ չի եւ եթե հնարավորություն հետագամ մենք կանք իշխանության կփորձենք վերհանել, հա, ըստ քաղաքացիների թվականակի, ինչքան էր իրական պատկերը եղել իրենց աշխատատեղերի, բայց մենք տեսնում ենք, հա, մեր միջավայրում իրանք կարող են հիմա ասել մենք 500,000 աշխատատեղեր ենք ստեղծել։ Ուր է այդ 270,000 աշխատատեղը։ Մեկ գործարան իրենք, մեկ գործարան այս 8 տարվա ընթացքում չեն հաջողել բացել։ Հակառակը, քանի անգամ եղավ
դա իրականում ամոթ է։ Եթե իրենք ունենային մի քիչ քաղաքական պատասխանատվություն, պետք է մենակ այդ հիմքով հրաժարական տային, հա, հել չեմ խոսում պատերազմների մասին, բարդությունների մասին, տարածքային զիջումների մասին։ Գնաց քանի անգամ երկրի վարչապետը կարմիր ժապավեն կտրեց գործարան, հայկական գործարանների բացման, ու այդ գործարանները չաշխատեցին։ Ոչ ոք լրջագույն հետ չգնաց պատասխան պահանջելու, ու իրանք նաև չեղարկել են հանրային հաշվետվողականության լրջագույն ինստիտուտը, հա, այն իշխանությունը, որ անդադ բարձրաձայնում են, թե ինչքան կարևոր է, ես եք գաղտնյանում, մետ եք գաղտնյանում, առաջին 18 թվականի կառավարության նիստերից հետո եւ կրկին աննախադեպ պարգևավճարներ սկսեցին բաժանել, հանրային աղմուկից հետո սկսեցին գաղտնի մակագրմամբ այդ որոշումները ներկայացնել, որպեսզի հանրությունը իրազեկ չլիներ։ Այդ հանրային մեկուսացումը տեխնոլոգիապես այնպես անելը, որ հանրությունը մասնակցելի չլինի, հենց նրա հետևանքով, որ մարդկանց այնքան են ճկռում սոցիալ-տնտեսական բեռի ներքո, որ մարդը այլևս չէ ուզում հետաքրքրվել։ Նույն տուգանային համակարգը, հա, այն իշխանությունը, որը եկավ, քանի անգամ Նիկոլ Փաշինյանն վառ ընդդիմադիր այնուհետև վարչապետը խոսք տվեց, որ գալու ենք ընդհանրապես այս տեսախցիկները տուգանային ճանապարհատրանսպորտային երթևեկության վերացնենք։ Իրենք ոչ միայն չվերացրեցին, իրենք կրկնապատկեցին ու բալային համակարգը ներդրեցին։ Նույն այդ բալային համակարգը լրջագույն խնդիրներ է մարդկանց վարորդների կյանքում։ Վարորդներին պետք է էլի զերկել Տեսեք, ես երբեք որպես էս հիմա որպես անհատ եմ ասում, չենք քննարկել մեր քաղաքական ուժի հետ, բայց համոզված եմ գործընկերներս կկիսեն, մենք հաստատ չենք գալու վերացնենք տեսախցիկները, որովհետև այո, տեսախցիկները անհրաժեշտ են առաջին հերթին անվտանգության տեսանկյունից անբարեխիղճ վարորդների վարքագիծը կարգավորելու նպատակով, բայց պետքա այդ ներդրված բալային համակարգը լինի տրամաբանական ու համաչափ մարդու կատարած իրավախախտմանը։ Վերում առանց իրազեկման ինչ որ նոր տեսախցիկ են, այդ լուրջ խնդիր եմ ասում, վարորդները կհասկանան։ Դնում են ինչ որ վայրում նոր տեսախցիկ, վարորդը իրազեկված չլինելով, այդ հատվածում այո լավ չի որ իրավախախտում եղել, բայց պետք է կանխատեսելի լինի մարդկանց համար վերահսկողությունը, վարչական պատասխանատվության գործիքակազմը։ Մի քանի 3-4 անգամ խախտման արդյունքում զրկվում են վարորդական վկայականներից։ Այսինքն այստեղ սահմանադրաիրավական տեսանկյունից անգամ որոշակիության ու համաչափության խնդրեմ կա ու մարդկանց վրա կրկին լրջագույն բեռ ու մարդկանց նյարդային համակարգը գրգռող իրավիճակներ են ստեղծվում։ Հասկանալի է, վերադառնալով ձեր ուժի ստեղծման հիմքերին, արմատներին, ձեր ուժը, մեր ձևով շարժումը, հետո դրա հիմքի վրա Ուժեղ Հայաստան կուսակցությունը ձևավորվեց այն բանից հետո, երբ կալանավորվեց Սամվել Կարապետյանը, այսինքն Սամվել Կարապետյանը մտավ քաղաքականություն, երբ կարող ենք այսպես ձևակերպել զգաց անարդարությունը իր վրա, ու այս դեպքում այդ խնդիր չի, որ երբ որ ուրիշներն էին անարդարության զոհ դառնում, պարոն Կարապետյանը չէր գալիս ու ուզում փոխել Հայաստանում միջավայրը քաղաքական, իսկ երբ որ իրեն հասավ խնդիրը, ինքը նոր որոշեց, որ պիտի զբաղվի քաղաքականությամբ։ Ես այստեղ մի քիչ կներեք, կխմբագրեի, Սամվել Կարապետյանը չմտավ քաղաքականության մեջ, երբ իրեն վտանգ սպառնաց։ Ինքը շատ բնական, նորմալ ապրում էր։ Սամվել Կարապետյանը չքաղաքական մեկ նախադասություն հնչեցրեց ու երբ իր հետ խնդիր չկար, հա, հայ առաքելական եկեղեցին թիրախավորվեց, ինչի իրավունքը վարչապետը չուներ։ Երբ այդ հայտնի գրառումները տեղի ունեցան, Սամվել Կարապետյանը ասաց, որ դա անթույլատրելի է եւ եթե քաղաքական ուժերը չհաջողեն, ինքը իրենք կմիջամտեն իրենց ձևով։ Անձամբ ես Գոհար Մելոյանս բոլոր ընդդիմադիր շարժումների առաջամարտիկներից եմ եղել, կողքին եմ եղել, հա, որ բոլոր առաջնորդների, որովհետև ես արդեն նշեցի, խնդիրները միշտ են եղել։ Պարոն Կարապետյանը արժեքային հիմքով, որովհետև կրկին ասում եմ, հա, այդ մասշտաբի հայը գիտակցում է, եթե հերթը հասավ եկեղեցուն, այնուհետև հայկական ինքնությանը զուգահեռ հայկական պետականության խնդիրն է։ Ու ինքը արդեն այդ ինչքան է տհաճ է իրեն քաղաքականությունը կամ ինքը բիզնես գործարար է, պետք է պատասխանատվություն ստանձնել։ Դա իհարկե էլի կրկին պարոն Կարապետյանը այս հարցերին պետք է պատասխանի, ես անշնորհակալ գործ եմ անում, այդ իմ սուբյեկտիվ ընկալումն է, բայց ես համոզված եմ, որ սրանք են նախահիմք եղել։ Միայն այդ գործընթացից հետո ինքը արդեն այդ մուտքը, հա, այսպես կոչված պատասխանատվության ստանձնումը, ես մտնում եմ քաղաքականություն նախադասությունը պարոն Կարապետյանից, լսել ենք միայն ԱԱԾ շենքի դիմաց, երբ որ
պարոն Վարդևանյանը կարդում էր իր հայտարարությունը։ Բայց արդեն ինչքան էլ հնչեցվել է պաշտոնապես, դե ֆակտո այդ process-ները արդեն ընթանում են։ Պարոն Կարապետյանը քաղաքական հետապնդում, բացահայտ քաղաքական հետապնդման զոհ եղավ։ Այդ օրը նույն օրը, եթե չեմ սխալվում, հունիսի 18-ին իր հայտնի հարցազրույցը տեղի ունեցավ, այնուհետև Նիկոլ Փաշինյան վարչապետը իրար հերթ չտալով գրառումներ սկսեց կատարել, որ հիմա ձեզ կվերադարձնենք ձեզի սպառնալիքներով վարչապետին ոչ հարիր բառամթերքով, ու դրան անմիջապես նույն օրը անգամ ձևական ֆորմալ ժամանակ չտալով, որ իրավապահ մարմինները փորձեն ներկայացնել, որ իրավական գործընթաց է տեղի ունեցել, հա, անմիջապես իրավապահ մարմինները վարչապետի հրահանգով գնացին Սամվել Կարապետյանի տուն, այնուհետև հենց նույն օրը պարոն Կարապետյանը ձերբակալվեց, հաջորդ օրն էլ ես ինքս գնացել եմ անծանոթ լինելով թե իրենց ընտանիքին այդ իրավիճակի անթույլատրելիությունը գնահատելով, պատկերացնում եք ինչա կատարում։ Վարչապետը մարդը մի հատ նախադասություն է արտահայտում, սկսում է գրառումներ կատարել, անթույլատրելի անհարիր բառամթերքով, իրավապահ մարմինները գնում են այդ վարչապետի հրահանգավորմամբ մարդուն այդ մասշտաբի ազգային բարերարին, որը անթույլատրելի է, հա, օրինակ պատկերացնում եք Ադրբեջանում իրենց անունը չտամ այդ գործը բարերարին, ինչ որ մեկը մատով կպներ։ Իրենք այն էլ մեր պես ազգերը այդ մասշտաբի իրենց հայրենակիցներին ու այդքան ներդրում կատարած իրենց հայրենիքում պետք է մեծագույն խորին ակնածանքով ու հարգանքով վերաբերվեն։ Դրանից հետո էլ արդեն ես այդ օրը Բաքվում անգամ դատարանի մեր զանգվածային լրատվամիջոցներին մեկնաբանություն տվեց, այսինքն հիմա մենք կտեսնենք, թե ինչպես է պարոն Կարապետյանին հաջորդիվ փողային լվացման դրվագներով մեղադրանքներ առաջադրում եւ այլն, որովհետեւ արդեն ունենք նախադեպային իրավակիրառ պրակտիկա, հա, հեշտ կանխատեսելի է այդ ամեն ինչը։ Բոլոր ֆինանսապես կայացած ընդդիմադիր գործիչների նույն սցենարով, նույն հոդվածներով, նույնաբնույթ մեղադրանքներ են առաջադրվում։ Հետագայում մենք դրանք էլ կվերհանենք։ Դա անթույլատրելի է ու խեղաթյուրվում է մեր դատաիրավական պրակտիկան։ Եվ ինչ է տեղի ունենում, դա ընդհանրապես անձի խնդիր չէ, հա, դա ինստիտուտների խեղաթյուրման խնդիր է, հենց սրանով ենք մենք իրավական պետությունից հեռացվում։ Դրանից հետո արդեն թիրախավորվեց պարոն Կարապետյանի սեփականությունը, հեծի գործընթացը, այդ անհեթեթ ազգային ժողովի արագացված կարգով օրենքը, որ անգամ իրենց կառավարությունը բացասական կարծիք էր տվել, հա, իրենք 8 կետ նկատառում էին տվել, թե ինչն է անթույլատրելի, այդ դրանք առանց հաշվի առնելու նախագիծը ընդունվեց։ Հետո արբիտրաժը որոշում է կայացնում, ասում է պետք է դադարեցնի կառավարությունը այս գործընթացը հեծի նկատմամբ, արհամարում են արբիտրաժի որոշումը։ Մի խոսքով սա անթույլատրելի հակաիրավական գործընթացների մի շարան է ու դասական քաղաքական հետապնդում, իսկ պարոն Կարապետյանը, ինչպես ինքը նշել է, կրկին եմ ընդգծում, հա, ինքը գործարար է եղել, բայց գործարար լինելու ինքը այնուամենայնիվ միշտ ներգրաված է եղել Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին, հա, իր ներդրումներով, իր բիզնես գործունեությամբ շատ անգամ անշահավետ, հենց նույն հեծի դեմքով։ Պատկերացնեք 15 թվականին բոլորս հիշում ենք, հա, Էլեկտրիկ Երևանը ինչպիսի կրքեր էին բորբոքված ու ամենալուրջ խնդիրը սակայն հոսանքի սակագնի բարձրացումը չէր։ Խնդիրը նրանում էր, որ հեծը սնանկացման եզրին հասցված կազմակերպություններ, իսկ դա ռազմավարական անվտանգության խնդիր է յուրաքանչյուր պետության, հա, էներգետիկ բլոկի հետ գործ ունենք։ Պարոն Կարապետյանը շուրջ 800 միլիոն դոլարի ներդրում կատարեց։ Այդ ցանկացած գործարարի համար ծայր աստիճան անշահավետ գործարք էր ու դա նա կատարել է բացառապես իր սոցիալական պատասխանատվությունից հայ ազգի նկատմամբ։ Ընդհանրապես 15 թվականից 20 թվականն է 5 տարում իրենք հեծը դարձրեցին միջազգային BA վարկանիշը Moody's համակարգով կրող կազմակերպություն, դա մեծագույն ներդրում է ու կրկին եմ ասում, մենք այս ամենի համար պետք է երախտապարտ լինենք, ոչ թե երախտամոռի պես այս մանիպուլյացիաներին տրվենք ու թիրախավորենք մարդուն։ Շատ լավ, խոսեցինք հաշվետվականության մասին քաղաքական ուժերի։ Հիմա իշխանության դեպքում գրեթե պատկերացում ունենք ինչ տիպի ազգային ժողով, ինչ տիպի կառավարություն կունենանք, օրինակ ով կլինի արտաքին գործերի նախարար, պաշտպանության նախարար, ընդդիմադիր ուժերի դեպքում եւ հատկապես ձեր դեպքում, որ հավակնում եք դառնալ իշխանություն, չեք կարծում, որ պետք է մարդկանց ներկայացնեք, ով է ձեր պաշտպանության նախարարը, էկոնոմիկայի նախարարը, չգիտեմ, ֆինանսների նախարարը եւ այլն, այս անունները մարդկանց հանրությունը երբ կիմանա։ Տեսեք, մենք ոչ միայն մեր կարծիքն է դա, օրենսդրական պարտավորվածություն կա, հա, եթե ընտրական գործընթացներին մասնակցող ուժ եք, մենք ցուցակ ենք ներկայացնելու
Եվ կարծում եմ նաև եթե հանրային պահանջը կա, այդ տեսանկյունից նաև անվանական ցուցակներով մեր ուժը հանդես կա, հիմա չունենք այդ մասին կրկին որոշում, բայց արդեն մարդկանց ցուցակով, մարդկանց անուններով եւ դեմքերով կտեսնեմ մոտավորապես պատկերը, բացի այդ նաև նշեմ, որ մենք այս տնտեսական բլոկով չենք բավարարվելու, այս մեր տնտեսական խոստումներն են, որովհետև մեր կարծիքով այնուամենայնիվ ամեն ինչի հիմքը ուժեղ տնտեսությունն է, բայց առաջնահերթությունը դա անվտանգությունն է այսօր Հայաստանի Հանրապետության։ Մենք մարտի սկզբին հանդես կգանք մեր անվտանգային ծրագրով ու ուղղակի այդ ուժեղ ամուր անվտանգություն, որի շնորհիվ էլ հենց իրական խաղաղությունը կապահովի, դրա հիմքում այնուամենայնիվ ուժեղ տնտեսությունն է լինելու ու այդ բլոկի հարցերն է կարծում եմ մեր քաղաքացիներին հիմա շատ կարևոր է ու ամենաառաջին անհրաժեշտության պատասխանը հենց անվտանգային հարցերի երաշխավորումն է, ինչպես ենք հա մենք այդ խաղաղությունը ապահովելու այդ հարցի պատասխանն է, դրա հետ կապված մենք բավական լուրջ մեծ տեսլական ունենք։ Այնպես որ դրանք ապագա գալիք քայլերում կհնչեցվեն ու կհրապարակվեն։ Սկզբում, երբ որ նոր է ձևավորվում ուժը, կարծիքներ կային իշխանությունների կողմից, որ ցանկանում եք կրկնել վրացական երազանքի մոդելը, Իվանիշվիլիի մոդելը, արդյոք սա ձեզ համար անընդունելի տարբերակ էր այդպիսի ղեկավարում ունենալ Հայաստանում, թե ընդունելի էր, բայց այս մի տարբերակը ավելի նպատակահարմար գտաք։ Անկեղծ ասած մենք չենք ուսումնասիրել ու չենք փորձում համադրվել։ Մենք ամեն պետություն ունի իր ներքին մենտալիտետը, ունի իր տրամաբանությունը, ամեն գործարար եւս ունի իր հետագիծը, ես չգիտեմ Իվանիշվիլին ինչ է արել, հա, ես քաջածանոթ չեմ, գիտեմ ինքը գործարար է, կարծում եմ ինքն էլ նպատակային ունեցել իր երկրի բարեկեցությունը, բայց այս պարագայում համադրելի չեն, հա, համադրելիությունը տեղին չի մի քիչ, որովհետև պարոն Կարապետյանը որևէ կերպով, հա, մենք ամենամեծ կարևոր հաղթաթուղթը նա, որ թափանցիկ, բաց ու ազնիվ ու անկեղծ ենք մեր հայրենակիցների հետ։ Միտում չկա մոլորեցնելու, ստվերային կառավարություններ ունենալու, երկրորդելու, հա, թիկունքից գործելու ու արդեն մեր քաղաքացիները կարծում եմ այդ մանիպուլյացիաներից կուշտեն, այս իշխանությունները իրականում կարծում եմ արդեն տհաճ է, հա, ամբողջորեն չենք տեսնում հոդվածներ, այդ ազգային ժողովի ամբիոնը, որը առաջնային ամբիոն է, հա, պետք է հանրությունը պատկառելի խոսք լսի, իրենց խնդիրների լուծումներ ստանա, դարձրել են ինչ որ դեղին մամուլի մակարդակի մի ամբիոն, որ թույլ են տալի падգամավորները ամենացածր մակարդակի խոսույթ, եզրույթներ, վիրավորանքներ, զրպարտություններ, մարդկանց մեր ուժի հետ կապված, հա, ինչ են անում, տեսնում են, որ խոցելիություն չկա արժեքային, տնտեսական տեսանկյունից, իրավական տեսանկյունից, մանիպուլատիվ թիրախավորումներ են իրականացնում անձանց նկատմամբ, հա, գնահատականներ տալով, ասոցիացիաներով, ռուսի շպիոն, չգիտեմ ինչ, այդ գործակալական մեղադրանքներն ու մտածողությունը հենց ունեն գործակալները, հա, ու ընդհանրապես իմ կարծիքով մեր խնդիրը այսօրվան հանգրվանելու կանում է նրանում, որ մշտապես տարբեր մարդիկ գալիս են տարբեր աշխարհաքաղաքական ուժերի տրամաբանությունից, հա, մեկը ռուսամետ է, մեկը արևմտամետ է, մեկը եվրոպամետ է, մեկը էլ չասեմ թրքա-ադրբեջանամետ է։ Մենք այն ուժն ենք, որ գալիս ենք առաջնահերթություն ունենալով հայկական շահը ու այո, աշխարհաքաղաքական բանակցությունները, փոխհարաբերությունները կառուցելու հայկական շահի առաջնահերթությամբ։ Հասկանալի է, կան հարցեր Տիկին Մելոյան կամ կետեր ձեր ծրագրից, որին չանդրադարձանք։ Դե կարծում եմ բոլորին որոշակիորեն անդրադարձանք, բայց կուզեի կրկին, հա, մեր քանի որ շուտով անվտանգային պլանն ենք ներկայացնելու, Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան, դա առաջինը խոսեցինք, հա, 300,000 աշխատատեղն է ու աշխատատեղը չէ, այդ փորձելու ենք ապակենտրոնացում ապահովել, աշխատատեղերն են մարզերով։ Սա ոչ միայն աշխատատեղ է, խնդիր է, սա մի շարք խնդիրներ է լուծելու մեր հայրենակիցների համար, առաջինը օրինակ ժողովրդագրական, հա, դեմոգրաֆիկ աճը։ Մենք կրկին են բացառիկ երկրներից ենք, որ բավականին լայնամասշտաբ արտագնա աշխատանք ունենք եւ լիահույս ենք, որ սրա միջոցով կանխարգելելու ենք մարդկանց արտագաղթը Հայաստանից ու արտագնա աշխատանքները ու հայրենի ամուսինները իրենց մարզերում ունենալու են աշխատանք մնալով իրենց ընտանիքների կողքին։
0 հարկը փոքր բիզնեսի համար արդեն քննարկեցինք, 20% էժան դեղամիջոցն է ու վերջերս հենց ձեր լրատվամիջոցը բավականին որակյալ հոդված էր, եթե չեմ սխալվում, կազմել, նյութեր կազմել ապօրինի դեղամիջոցների շրջանառության մասին։ Այստեղ խնդիր ունենք, չգրանցված դեղամիջոցների, մեր երկրում շուրջ 33,000 տեսակի դեղամիջոց է գրանցված, բայց նաև աննախադեպ թանկ են անգամ եվրոպական երկրների, հարևան պետությունների համեմատ, առաջին անհրաժեշտության դեղամիջոցների համար առավելագույն գին ենք սահմանելու, որպեսզի մեր քաղաքացին այդ ամոթալի վիճակից վերացվենք, ստիպված չլինի ծանոթների միջոցով դեղամիջոց խնդրեն իր կյանքի համար կենսական նշանակություն ունեցող բերել Հայաստան, որպեսզի գումար խնայի։ Հաջորդը բերքի երաշխավորված մթերումն է գյուղերում, սա հոյակապ պլան է ու սա մասշտաբային, ըստ էության մակրոտնտեսական գործընթաց է լինելու մեր երկրում տնտեսական ըստ գյուղատնտեսական նշանակության, հողերի զոնավորումն է նոյեմբերյանում ազատ տնտեսական գոտի ստեղծել ջերմոցային տնտեսությունների համար էժան գազով։ Ու բացի այդ, ոչ միայն նոյեմբերյանը, պարոն Կարապետյանը շատ պատկերավոր ներկայացրել է, ես հղում կկատարեի, որպեսզի մեր հայրենակիցները հենց մտնեն այդ տեսանյութը դիտեն, որովհետև այնտեղ վիզուալ ենք տալիս, ոնց է դա տեղի ունենալու։ Բայց այս առաջարկը միայն նոյեմբերյանի համար չի, ինքը լինելու ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի համար ու ըստ գյուղատնտեսական նշանակության, պետք է մի հատ գյուղացուն օգնենք պարզելու, թե իր տարածքի, իր մարզի գյուղը, իր բակի գյուղը ինչի համար է նպատակահարմար։ Ըստ նպատակային նշանակության, թե ցանկին է աջակցություն լինելու, թե ամենակարևորը գյուղացին են հոգսից, որ մենք բազմաթիվ կրկին վերջին տարիներին իրավիճակների ենք ականատես լինում, երբ գյուղացին մթերում է, գյուղը իր մթերքը աճեցնում է, հավաքում է ու մթերմա վաճառքի խնդիր է ունենում, այն հայտնի իրադարձությունը կհիշեք, որ խաղողը ամբողջ մայրուղու վրա լցրել են, որովհետև մարդիկ այդքան տանջվել էին, ֆինանսական ներդրում էին կատարել ու ել չասած ֆիզիկական աշխատանքը ու հնարավորություն չունեին գոնե մինիմալ եկամուտ ետ վերադարձնելու։ Մենք ինչ ենք անում, մթերման կայաններ ենք համապետական մակարդակով ներդնելու, որպեսզի գյուղացին, երբ ինքը հավաքեց իր գյուղմթերքը, իր գործը լինի աճեցրեց, հավաքեց, արկղի մեջ տեղավորեց, վերջ այդ արկղը մենք վերցնում տանում ենք, մենք ենք դրա մթերումը ապահովում։ Նաև նվազագույն արժեք է լինելու, եթե այդ մթերման հետ կապված սպառման հետ կապված խնդիր լինի, այնուամենայնիվ գյուղացին իր մինիմալ գումարը ստանալու է, չասած լրջագույն խնդիրներ մենք համապետական ունենք, ռոռոկման խնդիր ունենք, սերմի խնդիր ունենք, այդ ամեն ինչի հետ կապված ինստիտուցիոնալ համակարգային լուծումներ են ներդրվելու ու տրվելու։ Եվ վերջինը, որը կրկին շատ մասշտաբային, մենք ստեղ ասում ենք 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, բայց իրականում մեր տնտեսագետների քննարկումներին մասնակցում են պարբերաբար, իրենք այս բոլոր 5 կետերում մի քիչ ավելի մասշտաբային նպատակներ ունեն, ուղղակի փորձում ենք իրատեսական խոստումները տալ։ 20,000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ, կրկին համապետական մակարդակով, միայն Երևանում չկենտրոնացված, որպեսզի նորաստեղծ ընտանիքները, որպեսզի մարդիկ, ովքեր չունեն բնակարան տարական հնարավորություն, պետությունը այդ ենթակառուցվածքներով ամբողջ մատչելի հնարավորությունները ձևավորի, կառուցապատողը, իր գնագոյացումը այնպես կազմակերպի, որ քաղաքացու վրա լրացուցիչ քառակուսի մետրի արժեքը էականորեն չթանկանա ու մարդիկ հնարավորություն չունենան, օգտվելու այդ բնակարանաշինության բումից, ինչը այսօր ունենք։ Այսօր մեր երկրում այնպիսի աննախադեպ գնաճ է բնականաշինության ոլորտում, որ անգամ եվրոպական առաջատար պետությունների հետ ենք, առաջարկով պահանջարկով չի պայմանավորված, կա մեծ առաջարկ։ Չէ, առաջարկով պահանջարկով պայմանավորված չի, այդ իրականում ուսումնասիրել են կառուցապատողի վրա արժեքով, բնակարանի կառուցապատման նաև մինիմալ ենթակառուցվածքների եւ այլնի արժեքով այդ գնագոյացումը ի սկզբանե գնացել, որովհետեւ այստեղ երբ կառուցում են, բացի հումքից եւ ներկրման խնդիր կա, գազի ջրի խնդիր կա, լույսի մատակարարման խնդիր կա, ըստ էության տեխնիկական առումով այնքան սխալ կազմակերպչայիրավական միջավայր է ստեղծվել, որ իրապես կառուցապատողը բավականին ծախսեր է ունենում։ Հիմա մենք պետական համամասշտաբային առաջարկ ենք ներկայացնելու այդ ծրագրին մասնակցելի կառուցապատողների համար, որպեսզի պետությունը անվճար անփոխհատուցելի տրամադրի ենթակառուցվածքները ու ինքը մինիմալ արժեքով ու ամենակարևորը, սեյսմակայուն
կանոնները, սեյսմակայունության կանոնների պահպանմամբ բնակարանաշինություն իրականացվի, իսկ մենք այն բացառիկ կրկին ցավոք սրտի երկրներից ենք, որ սեյսմակայունության առաջնահերթություն ունենք, ինչը եւս ազգային անվտանգության խնդիր է։ Եվ վերջում ուզում եմ իմանալ ուժեղ Հայաստան կուսակցությունը աչական, ձախական թե կենտրոնամետ է, լիբերալ եք, դեմոկրատ, սոցիալիստ։ Լիբերալ դեմոկրատ ենք տնտեսական առումով, այդ հստակ որոշում է, կրկին ընդգծում եմ, մենք գալու ենք այնպիսի տնտեսություն կառուցելու, որովհետև հենց առաջնորդը ինքը բիզնեսմեն է, գործարար է, ինքը գիտի պետության հետ հարաբերություններում ինչն է առավել նպաստավոր թե ներդրումների, թե բիզնես միջավայրի զարգացման։ Մենք գալու ենք այնպիսի միջավայր ստեղծենք, որպեսզի բիզնեսին իշխանությունը ու քաղաքականությունը չճնշի ու չմիջամտի։ Բիզնեսը հանգիստ լիբերալ միջավայրում շնչի, ազատական աշխատի, ծավալվի, բարգավաճի, մասշտաբները մեծացնի։ Բայց արժեքային առումով ավելի ցենտրիստական ենք, պահպանողական ենք ու առաջնահերթություն ունենք մեր արժեքները թե ընտանեկան, թե մեր հայկական ինքնության արժեքների պահպանությամբ առաջնորդվելու, որովհետև մենք գտնում ենք, որ մեր բնույթի ազգերը պետք է առաջին հերթին արժեքահեն լինեն եւ այդ արժեքներին հարվածը ու այդ արժեքների կորուստը մեզ համար կարող է ճակատագրական լինել, որովհետեւ եթե օրինակ էլի հղում կատարեմ եկեղեցուն, հա, ինքը մենակ մեր համար չէ, հայերիս համար չէ, ինքը աշխարհի հնագույն ինստիտուտներից է, որ դարերով 1700-ամյա կառույց է եւ կարողացել է գոյատևել, բայց ոչ միայն ինքն է գոյատևել։ Շատ հաճախ երբ մենք պետականություն չենք ունեցել, եկեղեցու միջոցով նաեւ մենք որպես ազգ ենք գոյատևել։ Իսկ ինչու ենք գոյատևել։ Մենք ցավոք սրտի կրկին այն ազգն ենք, որ ցեղասպանություն է տեսել։ Ու աշխարհասփյուր մեր ցեղասպանության զոհերի նահատակների սերունդներն են հա սփռված։ Ինչի չենք կորել, չենք լուծվել աշխարհում, երբ պետականություն չունենք, որովհետև եկեղեցի ենք ունեցել ու եկեղեցին տարբեր համայնքներում, հա, այդ մեծ իմ համար օրինակ շաքաղվելու եւ պատիվ է, երբ գնում եմ Նյու Յորքի սրտում Մանհեթնում ՄԱԿ-ի կողքին մեր Սուրբ Վարդան եկեղեցին է։ Նույնը Լոս Անջելեսում, նույնը Փարիզում, իսկ դա ինչպես է, նույնը Մոսկվայում ու եկեղեցու հովանավորը հենց պարոն Կարապետյանն է եղել։ Դրանք եկեղեցիները միավորում են մեր համայնքը ու մեր հոգևոր հայրերի շնորհիվ է եղել, որ իրենք օգնել են մեր մշակութային արժեքները, հայկական համայնքը մեկտեղել են եւ կրթել են մարդկանց մեջ ներմուծել են մշակութային արժեքների մասին գիտելիք, չեն թողել որ մոռացության մատնվի մեր հայոց լեզուն ու աշխարհասփյուր սերունդները, անգամ հայերը, ովքեր Հայաստանում չեն եղել, շատերը խոսում են հայերեն։ Սա գնահատելի է եւ կրկին եմ ասում, սա թե անվտանգության, թե մեր հետագա գոյապահպանության տեսանկյունից առաջնահերթություն պետք է լինի։ Շնորհակալ եմ Տիկին Մելոյան հետաքրքիր զրույցի համար։ Նմանապես։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։